Բարելույս բարեկամներ, հուսամ լավ եք, երեկվա ընտրակաշառքի դեպքերին եմ ուզում անդրադառնալ, բացահայտումներին և ցույց տալ մեր և ընդդիմադիր մի շարք ուժերի տարբերությունները։ Ուղիղ եթերում տեսած կլինեք վարչապետի վերջի այցերի ժամանակ, թե ինչպես են քաղաքացիները մոտենում վարչապետին իրենց սովորաբար անձնական, երբեմն էլ համակարգային խնդիրներով և մեր թերացումներով իհարկե մենք զբաղվում ենք և այնպես չի, որ անթերի ենք, բայց երբ որ անձնական խնդրանք է հնչում, վարչապետը ուղիղ պատասխանում է նրան, որ հիմա գործում է բարեգործության արգելքը և ես չեմ կարող նույնիսկ անդրադառնալ ձեր հարցին, նույնիսկ իր ունեցած լիազորությունների շրջանակներում։ Իսկ այս մեր հարգելի կամ ոչ այդքան հարգելի ընդդիմադիր ուժերը էլ հեռուստացույց, էլ փող, էլ արտոնյալ պայմաններով պատվերներ, էլ քյաբաբ, էլ խորոված, որպեսզի պատկերացնեք, թե ինչպես են նրանք պատրաստվում ընդհանրապես կառավարել երկիրը, եթե դառնան իշխանություն, այդ ամբողջ ծախսը տասնապատիկ հետ բերելով, ու միշտ այդպես եղել։ Բոլոր ընտրակաշառք բաժանողները միշտ տասնապատիկ, հարյուրապատիկ հետ են ստացել ժողովրդից, երկրից, ու մենք հիմա տեսնում ենք այդ ապօրինի գույքով վերադարձումների շրջանակներում։ Ու ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ երբ որ լսում ես, որ օրինակ ինչ որ մարդը այս կամ այն ընդդիմադիր ուժի օգտին ինչ որ գործողություններ իրականացնում ու հարցնում ես, իսկ ինչա գաղափարներն է կիսում կամ այլ բան է կիսում իրանց հետ, չէ, ինչ գաղափարներ, փողով անում է։ Հիմա տղաներ եւ աղջիկներ, ով որ փողով քաղաքականություն է անում, փողով է քաղաքականություն անում, փող ավերծրե, որ փող բաժանի, փող ավերծրե, որ ինչ որ բան անի, բոլորին սպասվում է այդ նույն ճակատագիրը, բարեգործության արգելքը, ընտրակաշառք բաժանողներին սպասվում է այս ճակատագիրը կամ բարեգործության արգելքը խախտողներին, այնպես որ չզարմանաք, եթե մեր պետությունը լինի իրավունքի տեսանկյունից շատ կոշտ, իսկ պետությունը միշտ պետք է լինի կոշտ իրավունքի տեսանկյունից, և պետությունը և պետականությունը այդպիսի բաներ են, որ էլ կերակրող մայր, էլ կերակրող հայր, կերակրող մայրը ինչ գործ ունի ընտրակաշառք բաժանելու մեջ, կամ ոչ կերակրող մայրը, այդ ինչ ասելու բան է, էլի, այսինքն բանը ալիբի է, ոնց որ այն ժամանակ ասում էին պատերազմի ժամանակ հաղթանակած գեներալները իրավունք ունեն օրինակ ինչ որ մի հատ քաղաք պահել ճորտի կարգավիճակում, հա, այդ եք ուզում վերադարձնեք, որ կերակրող մայրերը կարողանան գնել եւ վաճառել ձայներ, չի լինելու, սիրելիներս, չի լինելու, ժողովուրդը դա թույլ չի տալու, ինչպես նաեւ մեր պետական կառույցները, լավ եղեք։